Բարի օր ժողովուրդ ջան, լավ եք, ես էլ եմ լավ, դե սկսենք մեր այսօրվա աշխատանքը, սիրելիներս, այսօր նորից նկարահանումը լինում է իմ հին ֆորմատով, նոր ֆորմատով էլ կնկարահանեմ, բայց հինով էլ, ուզում եմ, որովհետև շատերը ցանկանում են հին ֆորմատը, լսեն նկարահանումը հին ֆորմատով լինի, հիմա ես երկուսն էլ անելու եմ, հիմա այսօր պատրաստում եմ ձնեբեկով, պաստայով, փոքրիկ լոլիկներով, բանջարեղենի արգանակով, կաթնասերուցքով, սոխառածի համար, 2 տեսակի չորացրած կանանչի 1 թեյի գդալ օրիգանո և 2 թեյի գդալ բազիլիկ, Հիմա մեր տափակը արդեն տաքացել է, հիմա լցնում եմ ձիթապտղի յուղ և անում եմ մեր սոխառածը, այսքանը բավական է, Հիմա լցնում եմ մակարոնը, լցրեցի մակարոնը, մի հատ խառնեմ մեր սոխառածի հետ, այսպես, լցնում եմ լոլիկը, մեջտեղից կիսել եմ լոլիկները, լցնում եմ ձնեբեկը, վերցրել եմ միայն կանաչ ձնեբեք, լցնում եմ մեր համեմունքը, ասեցի օրիգանո և բազիլիկ, լցնում եմ բանջարեղենի արգանակը, վերցրել եմ 500 միլիլիտր և 500 միլիլիտր կաթնասերուցք, Հիմա թողնում եմ, սիրելիներս, մի քիչ եռա ու կհամտեսեմ, աղը ըստ ճաշակի, վերցրեք ինչքան որ դուք ցանկանաք, աղը այդ չափի ըստ ճաշակի, արդեն ժողովուրդ ջան, իսկականից եռը եկավ վրեն, հիմա լցրել եմ սկզբից մի թեյի գդալ աղ, հետո ավելացրեցի հիմա 2-րդ թեյի գդալ աղը, փորձելուց հետո, դուք էլ մեկը ավելացրեք, փորձեք, հետո երկրորդը կավելացնեք, համը անմահական է, սիրելիներս, ու ինչ ասեմ, ընտիրություն է, բայց հլը չի վերջացել, երբ որ վերջանա, վերջնական կհամտեսեմ ու ձեզ կասեմ, ինչ համ ունի այսօրվա մեր համեղ ուտեստը, ժողովուրդ ջան, վերջացրեցինք, այսպիսի տեսք ստացավ մեր պաստան, հիմա փորձեմ ձեզ ասեմ, ժողովուրդ ջան, ինչպիսի համ ունի իմ այսօրվա պատրաստած ուտեստը, Ես չեմ ասելու ոչ մի խոսք, պատրաստեք, կերեք, անմահացեք ժողովուրդ ջան, մնացեք Ռոզա տատիկի հետ, ակտիվ եղեք սիրելի ժողովուրդ, մեզ մնում է հետևել, հավանել և տարածել,